Հենց այսպես Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցին գյումրեցիները դիմավորեցին 7 վերք եկեղեցի պատարագի շտապող Նիկոլ Փաշինյանին։ Չնայած գործադրված աննախադեպ ճնշումների Շիրակի թեմի 29 հոգևորականներից եւ ոչ մեկը չի համաձայնվել պատարագ մատուցել Նիկոլ Փաշինյանի կանոններով, այսինքն զեղչել կաթողիկոսի եւ թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի անունները։ Պատարագը մատուցելու համար Գյումրի էր եկել Արմավիրի թեմից Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը, որը հիշեցնենք Էջմիածնում նախընտրական քարոզարշավի ժամանակ մասնակցել էր Արգիշտի Մեխակյանի ամփոփիչ հանրահավաքին։ 7 վերքում էին նաև կաթողիկոսի դեմ դուրս եկած որոշ սրբազաններ՝ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Պատարագի ժամանակ Տեր Մկրտիչը զեղչեց կաթողիկոսի եւ Միքայել Սրբազանի անունները, ինչը որդովեցրեց ներկա հավատացյալներին, իսկ երբ նրանք հնչեցրին Վեհափառի ու Սրբազանի անունները, անվտանգության աշխատակիցները դուրս բերեցին նրանց։ Նշենք, որ այսօր Գյումրիի 7 վերք եկեղեցում ժամերգություն չի կայացել եւ ժամերգություն կանչող զանգերը 200 տարվա ընթացքում առաջին անգամ չեն հնչել։ Այսօրվա պատարագը բոյկոտել են անգամ մոմավաճառները։ Ոչ մի մոմ պատարագի ժամանակ չի վաճառվել։ Ի տարբերություն 7 վերքի կանոնական պատարագ է մատուցվել Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, որին մասնակցել են նաև թեմի հոգևորականները, քաղաքային իշխանության ներկայացուցիչներն ու բազմաթիվ հավատացյալներ։ Պատարագից հետո լրագրողների հետ զրույցում թեմի հոգևորականներն անդրադարձել են այսօր տեղի ունեցածին։ Մակրագործումներ լինելու են, այսինքն կապված եկեղեցու որոշակի դրույթների հիման վրա մակրագործումներ են լինելու։ Սրբագործում ենք ասում նաև դրան, որովհետև սա այն չէ, որ մի հոգևորական համաձայնվել է պատարագ մատուցել ու զեղչել։ Սա այն է, որ չեն համաձայնվել եւ հնարավորություն չունենալով այլ բան անելու ուժի են դիմում, ուժ են կիրառում իշխանական թևը, այսինքն այդ ուժի արդյունքն է սա։ Հետեւաբար, ասենք, այդ արդյունքը պիտի բոլորս տեսնենք եւ գնահատականը ճիշտ կարողանանք տալ։ Մինչեւ բոլոր կանոններով ուղղակի կարգալույց անելու եւ նաեւ այդ քահանային, ով որ մտել է թեմի վիճակի մեջ, Միքայել Սրբազանի վիճակի, այսինքն իր տարածք առանց իր թույլտվության եւ արարողություն արել։ Ճիշտական արարողություն։ 3 կարծեմ սրբազաններ էին ներկա, ասած ես համար 4։ Դրանք են սրբազանների շարքին են, ովքեր որ արդեն իրենց դիրքորոշումը հայտնել էին, բայց մեր այսօր էլ արդեն ոչ թե դիրքորոշումը, այլ մեր սրբազանի խոսքով այս Սուրբ Խորանի առաջ իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին։ Ես նկատեցի, որ բոլոր պարագաները, որոնք նախատեսված են պատարագ մատուցելու համար, Շիրակի թեմի քահանաները դուրս էին բերել եւ որևէ պարագա չկար, իրենք էին կարծես իրենց հետ բերել։ Ինչ կասեք այս մասով, հատուկ էի դուրս բերել, ինչպես իմացան, որ պարագաները դուրս են։ Երեք գիտեք, իրենք ստեղ էին, չէ՞, որ մենք այդ ամեն ինչը տեղափոխում էինք, փակում էինք եւ կնքում էինք։ Հետեւաբար իմացել են։ Երկրաշարժի զոհերի հիշատակին մոմ վառելու համար 7 վերք եկած քաղաքացիները վաղ առավոտյան անակնկալի են եկել, տեսնելով, որ ուժայինները փակել են եկեղեցու մուտքն ու մարդկանց խումբ էին ներս թողնում։ Ես չեմ եկել սրա շոուին մասնակցելու։ Քավլիցը ես շատ լավ գիտեմ ով է Նիկոլը, եւ շատ լավ գիտեմ ինչու համար է պղծում հայկական եկեղեցիները։ Այս պիղծը կատարում է Թուրքիայի եւ Ադրբեջանի, պաշտպանում է դրանց շահերը։ Ես հաստատ համոզված եմ, եթե սա մնաց, եկեղեցիները կվերանան ընդհանրապես, տեղերը կլինեն մզգիթներին, կսովորեն, ոտքերը հանի, մտնի մզգիթ, աղոթք անի, նամազ անի։ Ուղղակի վշտոված եմ այն առումով, որ վերջը մենք ժողովուրդ ենք, ազգ կկոչվենք, ամոթել է, որ սա 7 տարի մնացել է Հայաստանի ղեկավարում, 7 տարի շիզոֆրենիկ խելագարը, թուրքական ագենտը։ 37 թվին նույնիսկ Գյումրիի 7 վերքը գործել է։ Հիմա ստացվում է, որ Ես ասում եմ, իմ գերդաստանը ստեղ է հոգեհանգիստ տվել։ Ես այստեղ եմ մգրդվել։ Ես ուզում եմ այսօր իրա պսակը իրան մնա թող։ Մեզի թող բերե մեր սրբազանին ու մեր քաղաքապետին, թողնի այս քաղաքը հանգիստ։ Այս քաղաքը երբեք ընչի կամ ճամպատվեք այս տան բարեն։ Իա, հաստատ։ Այդ տղարը դու գնա։ նշեմ, որ Ես 7 վերքում եմ մրգել, ես տեղ կվառեմ։ Հավատերից գոռալով չեք գալի։ քպականներ, Չէ, չեմ հասկանում, էլի եմ կրկնում։ Շատ է ուզում այսօր Վեհափառի ու Սրբազանի անունը չլսել։
Ավետարանչականներին մենք լավ տեղ ենք տվել, լավ էր շենք են սարքել։ Դոր պատվալը միշտ պատարակ կենեն, ոչ վեհապարի անունը կուտան, ոչ Սրբազանի անունը։ Թող էստան դեղ։ Եկեղեցու թեմը կանգնած է, կուզենք մտնենք, մի սպասելը ո՞րն է։ Այսօր քանի որ ոսկը շատ է, մի փոքր սպասեք։ Ոսկը միշտ է 7-2 շատ է, բոլոր եկեղեցիներում է։ Ինչ ես, բինմեդի մաղոտ կսենեն էլի։ Հա իմա սպասելու փագելու ինչ։ Ինչ կենեն։ Բարձաբանեցինք արդեն իմաստը։ Ինձ համար պարզ չէ, իշխանում, մի փագ եկեղեցու։ Ծերանունը ինչպես ձեզ մոտ։ Սայա ջան, ազգանունս Պետրոսյանը, Գտապետ Պետրոսյան։ Ժողովուրդը միջոցառման ընթացքա ոչ մեկ չի բանել։ Ինչ միջոցառում։ Ասում եմ ձեզ։ Միջը լսելու եք, թե ես Լսելու եմ, ասեք, հա։ Հա, մի վաղ թողեք, հանգիստ խոսում ենք, ես ձեր հետ հանգիստ խոսում եմ։ Միջոցառումը սենց է, տեսեք, եթե պետական պահպանության ենթական անձ է գալու մի հատված, այդ հատվածը ժամանակ անվտանգային միջոցառումն է։ Եկեղեցում։ Արդեն եկեղեցին է հարավետ, ինքը պիտի թող կա մտնի ես, կուզեմ մտնի։ Հիմա էլի եք ընդհատելու, թե թողենք ես ձեզ ուղղակի բացատրում եմ օրենքով է այդպես։ Սպասեք, ոնց որ բոլորը սպասեցին եւ գնացին։ Որևիցե մեկը այսպես չվղթովվեց։ Բոլորն էլ հասկացան, որ օրենքի պահանջը մենք իրար հետ խոսում ենք ընդամենը 30 վայրկյան։ Խնդրում եմ 5 րոպե սպասեք, մենք թույլ տանք կմտնենք։ Որսա չի կարելի էլիս բան հարազատ։ Չէ, ես եկեղեցին ընդհանրապես չի փակվել, այնը համընդեղ է փակված։ Կեշտան դեպի սֆարացը կես կոն, ու կան կստեղ սեք փագ է։ Չէ, ստեղ սպասեք։ Սիրուն չէ էլի, իրոքից սիրուն չէ։ Պատարակից հետո Նյուզեյմի հետ զրույցում Վազգեն arczepiskopos Միրզախանյանը հայտարարել է, որ իրենք Գյումրիում են նաև հանուն կալանավորված Միքայել Սրբազանի։ Այդ դեպքում ինչու է Սրբազանը մասնակցում ոչ կանոնական պատարակի, որտեղ զեղչվել է Շիրակի թեմի առաջնորդի անունը։ Նա պատասխան չունի։ Դուք նորմալ եք համարում, որ Միքայել Սրբազանը ազատազրկման է։ Ազատազրկված է Իսպահին, դուք եկել եք այստեղ պատարակի եք մասնակցում։ Մենք եկել ենք այստեղ, որպեսզի աղոթ կանենք, որ մեր սիրելի Միքայել Սրբազանը դուրս գա։ Բայց նա իր հոգևորականներին կոչ էր արել պատարակ չմատուցել եւ չզեղչել վեհապարի անունը։ Չի ստացվում, որ դուք դեմ եք դուրս գալիս նաեւ Միքայել Սրբազանին։ Մենք Միքայել Սրբազանին շատ ենք սիրում, ինքը մեր եղբայրն է եւ վստահ եմ, որ շուտով դուրս կգա։ Բայց նաեւ Միքայել Սրբազանի անունը զեղչվեց ընթացքում։ Ասած ես մեր Սրբազանի հրավերով էի այստեղ մեր սիրելի Նարեկ Սրբազանի այսքան Անացածի պատասխանատու ես չեմ։ Դուք փաստորեն միացել եք այս արշավին եւ դուք նույնպես հանգ արշավ չկա։ Այստեղ կա ընդհանրապես որ հոգևորականությունը հարց է բարձրացրել ամենայնայից կաթոլիկոսի առջև, որպեսզի վեհապարը անդրադառնա ամեն ինչի։ Ինչ հարց է բարձրացվել։ Բարձրացվել է, որ ինքը հանգստի կոչվի։ Նիկոլ Փաշինյանի հետ պատարակի մասնակցած խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանից լրագրողները հետաքրքրվել են։ Ինչու է պատարակի մասնակցում մի arczepiskopos-ի հետ, որին պարոնով է դիմում։ Հիշեցնենք, որ օրերս Սիմոնյանը Արարատյան թեմի առաջնորդի մասին խոսելիս ասել էր պարոն Կճոյան։ Ազգային ժողովի նախագահն այսօր Գյումրիում հայտարարել է, որ ինքը սխալվել է, դա եղել է գիտելիքի պակասից։ Նա նաև անդրադարձել է իշխանության առաջիկա ծրագրերին եկեղեցու հետ կապված։ Ձեզ ինչ-որ թվում, այտենց ինչ-որ A4 ֆորմատի թղթի վրա կամ A3 ֆորմատի վրա գրած ինչ-որ սցենար կա, որով տենց հիմա նայում ենք, ասում ենք հիմա դու սա կասես, ոչ, սա հավատքին, լսեք, սա հավատքին վերաբերվող գործընթաց է եւ հա ցանկություն կա որ սենս լինի, ցանկություն կա միգուցե կարող է լինի որ նենց լինի, բայց իրականությունը, այլ իրականությունը այլը կարող է լինել։ Այսինքն ինչ ենք ուզում դրանով արձանագրենք։ Ենթադրենք ձեր հարցի պատասխանը այո է կամ ենթադրենք ձեր հարցի պատասխանը ոչ է։ Եվ կանեք որ Շիրակում մնա 29 Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ մենք արդեն մայր թոր էջմիածնում անցկացնենք հաջորդ պատարակը, դա իմ անձնական կարծիքն է։ Չգիտեմ վարչապետը ինչ կարծիք ունի դրա մասին։ Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը այնտեղ անցկացնել։ Պատարակի ժամանակ քաղաքական ակցիա է իրականացրել Գյումրիի ավականու ընդդիմադիր խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։ Նա Գյումրիի քաղաքապետարանի շենքի վրա պատուհանից կախել է պաստառ, Բաքրատ եւ Միքայել arczepiskopos-ների լուսանկարով։ Քաղաքապետարանի շենքի պատուհանից Իմ հզոր համայն խմբակցության ղեկավարը վանկարկել է ազատություն քաղբանտարկյալներին։
Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր պատարագի է մասնակցել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Պատարագը մատուցող քահանան չզեղչեց Վեհափառի անունը, ինչպես նախորդ կիրակի արել էր մեկ այլ քահանա այս եկեղեցում՝ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ Նշենք, որ Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի էր մասնակցում նաև նախորդ կիրակի, երբ ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պատարագին հետևում էր եկեղեցու հետնաբեմ բարձրացող աստիճանների վրա նստած։ Պատարագից հետո ԿՊԱ-ականները քննադատել էին նրա ներկայությունը, այն չստացված ակցիա որակելով։ Լրագրողների հետ զրույցում Նարեկ Կարապետյանն անդրադարձել է այդ քննադատություններին։ Ամեն կիրակի ես ետնաբեմում եմ նստում, ետնաբեմ չէ, աստիճանների վրա եմ նստում, որ լավ երևա, այս վերջի 10 տարվա ընթացքում ինչ որ բան պետք է ասեմ, դա են ասել, բայց ես ուրիշ բան կուզեի ասել, մարդկանց էմոցիաները դուք տեսաք, մի տեսակ շատ ոգևորիչ է, որ էլի համերաշխություն իջավ ժողովրդի վրա, համերաշխ մարդիկ եկան, պատարագին մասնակցեցին իրար հետ, առանց որևէ հակադրությունների, առանց պառակտման ու Վեհափառի անունը տրվեց, ոնց որ միշտ մարդիկ իրենց համար ստացան ոգևոր սնունդ։ Պառակտումը մարդիկ կան Հայաստանում, որ ամենտեղ գնալով պառակտում են մտցնում։ Անկախ հայացքներից այստեղ մարդիկ կարող է լինեն տարբեր հայացքներ ունենան։ Եկան իրենց համար հոգևոր սնունդը ստացան եւ գնում են իրենց գործերով։ Ինչու է պետք ամենտեղ հակադրություններ ստեղծել, ես չեմ հասկանում։ Գյումրիում էլ այսօր պատարագ է եղել մեկ քաղաքացու եկեղեցուց դուրս են անել Գարեգին երկրորդ անունը տալու համար։ Բայց դուք տեսաք ինչ էներգետիկա ունենք մենք այսօր ու բոլոր եկեղեցիներում Հայաստանի այս նույն էներգետիկան կար, մարդիկ համերաշխ ուրախ։ Ինձ թվում է դա վերականգնվելու է Հայաստանում վաղ թե ուշ, դա մի մարդ չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ։ Կարճաժամկետ ինչ որ բան կարող է անել, բայց երկարաժամկետ ոչ։ Հակառակության վերջը պետքա դրվի Հայաստանում։ Բոլոր տեղերը եկեղեցիա գալիս հակառակություն, լարվածություն, բանակի հետ կապված հակառակություն, լարվածություն, դատական համակարգում բոլոր տեղերը։ Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում կալանավորումները, ընդառաջելով եպիսկոպոսների խնդրանքին, ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսատ ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է։ Այս մասին հայտնում են Մայրաթոռից։ Նշենք, որ ժողովը պետք է կայանար դեկտեմբերի 10-ից 12-ը։ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրել է Վեհափառին ազգային եկեղեցական ժողով հրավիրել։ Երուսաղեմի միաբանները լիակատար աջակցություն են հայտնել Մայրաթոռ Սուրբ Էջմիածնին եւ ազգային եկեղեցական ժողովով ընտրված ամենայն հայոց հայրապետին։ Ներկա կառավարության միջամտությունը եկեղեցու գործունեությանը հակասում է սահմանադրական կարգին, նշված է պատրիարքության հաղորդագրության մեջ։ Օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ 4-րդ դասարանում սովորող մի խումբ աշակերտներ դպրոցի հետնամասում ծեծի են ենթարկել իրենց համադասարանցուն, որին դեմքի շրջանում վնասվածքներով տեղափոխել են Իջևան բժշկական կենտրոն։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է։ Միաժամանակ Արփինե Սարգսյանը դպրոցի աշխատակիցների վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել Ժաննա Անդրեասյանին։ Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցման պայմանավորված հանրապետության ողջ տարածքում այսօր եւ վաղը սպասվում են տեղումներ։ Լեռնային եւ նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանն այսօր նվազել է 2-ից 4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 5-ից 7 աստիճանով, իսկ վաղը ցերեկը կբարձրանա 3-ից 4 աստիճանով։